Ողջույն սելի ֆուտբոլասեր ընկերներ, AFL YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է եւ արդեն վերջին խաղային օրը առաջինը միմյանց դեմ կմրցեն Էլիտ լիգայի գավաթի շրջանակներում Ատլետիկո Երևանը եւ Լիվերպուլը։ Թիմերը արդեն խաղադաշտում են, ես հիշեցնեմ, որ սա Էլիտ լիգայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումն է, որտեղ իսկապես երկու թիմերն էլ շատ բան ունեն մեզ ապացուցելու։ Եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին, որից հետո անցնենք անդրադառնանք հանդիպմանը։ Եվ այսպես սկսենք Լիվերպուլից։ Դարպասը պաշտպանում է Գրիգոր Արաքելյանը համար 1 կամ մրցավարի Սուրիչում մեկնարկած է այս դիտարժան հանդիպումը։ Գրիգոր Արաքելյան պաշտպանում է Լիվերպուլի դարպասը համար 1, Վարդան Գրիգորյան համար 2, Ժոզեֆ Շանելյան համար 5, դա թիմի ավագն է, Գոռ Մարտիրոսյան համար 6, Մխիթար Ամբարսումյան համար 8, Անդրանիկ Պետրոսյան համար 9, Ռոման Դավթյան համար 10, Նարեկ Խանդամիրյան համար 14, Ռաֆայել Մովսիսյան համար 17 եւ Անդրանիկ Կարապետյան համար 77։ Ատլետիկո Երևանի դարպասը պաշտպանում է Աշոտ Գասպարյանը համար 1, գրոհ է անցել հիմա Ատլետիկոն, բայց փոխանցումը չանցավ Ավդալյանի կատարած։ Ու գնդակը հիմա արդեն Լիվերպուլի ֆուտբոլիստների մոտ է, Գալստյանն է հաջող խլում կարողանում կատարել, Գալստյան հարված ու Արաքելյանը հեռացնում է գնդակը, շատ վտանգավոր հարվածի հնարավորություն թույլ տվեցին Գալստյանին, բայց նրա կատարած հարվածից հետո Արաքելյանը տեղում էր ու կարողացավ հեռացնել գնդակը։ Այս անկյունայինից հետո կշարունակեմ ներկայացնել Ատլետիկո Երևանի կազմը։ Ղանդիլյան կա փոխանցումը դեպի Տուգանային հրապարակ ու այստեղ էլ Ներսիսյանի հարվածը չի ստացվում, շատ ակտիվ է մեկնարկել Ատլետիկո Երևան այս հանդիպումը։ Երկու վտանգավոր պահ միանգամից հենց հանդիպան մեկնարկում, բայց Լիվերպուլի դարպասը այդ իրավիճակներից հետո անառիկ է։ Ատլետիկո Երևան դարպասը պաշտպանում է Աշոտ Գասպարյանը համար 1, Տաճատ Ներսիսյան համար 4, Գոռ Մարկարյան համար 5, նա այսօր թիմի ավագն է, Արման Ավդալյան համար 6, Գագիկ Ակուլյան համար 9, Վայ Գալստյան համար 10, Ռաֆայել Ազիզյան համար 11, Հայկ Միրզոյան համար 14, Արտուր Ղանդիլյան համար 20, Գուրգեն Ռայվազյան համար 22 եւ Պայսային դարպասապանն է Վաղինակ Սեթրակյանը համար 77։ Կար այստեղ փոխանցում, բայց ուժեղ ստացվեց Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստի կատարած փոխանցումը ու հարված կլինի արդեն Լիվերպուլի դարպասից, այո, շատ հետաքրքիր զույգ ձևավորվեց Էլիտ լիգայի գավաթի կիսաեզրափակիչներում, զույգեր ձևավորվեցին։ Նախ այստեղ Լիվերպուլը եւ Ատլետիկո Երևանն են չափում իրենց ուժերը, ես ծանոթացնեմ անցկացման կարգին, այստեղ մեկ հանդիպումից է որոշված լինելու եզրափակիչի ուղղակի նվաճող թիմը։ Եթե այսօր տեսնենք ոչ ոքի արդյունք խաղադաշտում 50 րոպեներից հետո, ապա թիմերը կկատարեն հետ խաղային 11 մետրանոց հարվածաշար։ Իսկ կիսաեզրափակիչի մյուս զույգը ձևավորվել է Վիլյարեալ եւ Մանչեսթեր Սիթիի միջև, եւս մեկ շատ հետաքրքիր զույգ, իսկապես Էլիտ լիգայի գավաթի կիսաեզրափակիչում հայտնվել են այս տարվա Էլիտ լիգայի լավագույն քառյակը ներկայացնող թիմերը, որոնք միանշանակ պայքարելու են անկասկած 4 թիմել կպայքարի տիտղոսին արժանանալու համար։ Մովսիսյան հարված, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Ռաֆայել Մովսիսյանի կատարած հարված ու գնդակը արդեն կլինի Ատլետիկո Երևանինը։ Ինչով է հետաքրքիր այս հանդիպումը, նաև նրանով, որ թիմերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում են միմյանց դեմ մրցելու, այնտեղ դիմակայությունը կազմված կլինի երկու հանդիպումից եւ իսկապես Ատլետիկո Երևան եւ Լիվերպուլ թիմերի անունները տալիս շատ բան կարող ենք ասել, քանի որ այս երկու թիմերը դեռ վաղեմի պատմություն ունեն AFL-ում։ Ավդալյան կա փոխանցումը Ղանդիլյան հարվածել կատարեց Ղանդիլյանը, բայց Արաքելյանը տեղում էր ու վերցրեց գնդակը նետելով Մարտիրոսյանի ուղղությամբ, Դավթյան կատարեց դեպի Մովսիսյանը փոխանցում, Մովսիսյանն էլ հետ ուղարկեց գնդակը, Ամբարսումյանը պայեց գնդակը դաշտի սահմաններում։ Տեսնում ենք շատ լավ փոխանցում դեպի Խանդամիրյանը, բայց Խանդամիրյանի կատարած փոխանցումը չստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։
Այո, իսկապես այս երկու թիմերը բավական երկար տարիներ է հանդես են գալիս AFL-ում։ Այս տարի այս երկու թիմերը պայքարում էին էլի լիգան հաղթարելու գործում, բայց Լիվերպուլը նախորդ շաբաթ Ղանդիլյան վտանգավորելու Արաքելյանը նորից տեղում էր որսած գնդակը, այո, իսկապես ակտիվ մեկտարկ է տրվել հանդիպմանը։ Մովսիսյան հարված է կատարում, շեղությամբ ստացեց Մովսիսյանի հարվածը, բայց մինչ այդ տեսնենք ինչ է պատահել Դավթյանին, բախվեցին այստեղ Դավթյանն ու Ավդալյանը միմյանց։ Հուսանք, որ ամեն ինչ կարգին կլինի Դավթյանի հետ եւ նա կարողանա շարունակել հանդիպումը, շատ կարեւոր ու առանցքային ֆուտբոլիստ է, հիշեցնեմ Ռոման Դավթյանը Լիվերպուլի կազմում եւ իհարկե կփորձի օգտակար լինել իր թիմին մնացած խաղաժամանակահատվածում եւ այո, կարծես թե շարունակի, այո, շարունակում է Դավթյանը հանդիպումը, վերսկսված է հանդիպումը, Տաճապ Ներսիսյան խորքից փոխանցում ենք տեստում դեպի Ազիզյանը, բայց Արաքելյանը նորից տեղում էր ու վերցեց գնդակը։ Այս թիմերը միմյանց դեմ այս մրցաշրջանում արդեն մրցել են երկու անգամ Էլի լիգայի շրջանակներում, դրա մասին է խոսքս, այնտեղ առաջին շրջանի խաղում կարողացավ Ատլետիկո Երևանը վստահ հաղթանակ տանել 5-0 հաշվով Լիվերպուլի նկատմամբ, իսկ պատասխան խաղում Էլիտ լիգայի 3-2 հաշվով հաղթեցին Լիվերպուլի ֆուտբոլիստները, այնպես որ այս հանդիպումը անկանխատեսելի կարող է լինել ցանկացած թիմի համար, ցանկացած թիմի կողմից, ուժեղ ստացվեց այստեղ Խանդամիրյանի փոխանցումը դեպի Մարտիրոսյանը, Ներսիսյան ու այստեղ էլ Մարտիրոսյանն է փակում Ներսիսյանի փոխանցման ճանապարհը, բայց եզիս կնետի Ատլետիկո Երևանը։ Չկար այստեղ խաղի կանոնների խախտում, Մովսիսյանը մաքուր խլում կատարեց ու քանակական առավելությամբ Լիվերպուլը նետվել առաջ։ Համբարձումյան վտանգավորը Մխիթար Համբարձումյան ու այստեղ էլ Մարկարյանն է հասնում փակել գնդակի ճանապարհը, ինչ է այստեղ։ Համբարձումյան Լիվերպուլը բացում է հանդիպան հաշիվը 1-0։ Մեկ 0 այո Լիվերպուլը բացեց այս հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Մխիթար Համբարձումյանը Լիվերպուլի կազմում ու հիմա արդեն տեսնենք ինչով կփորձի պատասխանել Ատլետիկո Երևանը։ Շատ արագ հակակրող կազմակերպեցին Լիվերպուլի ֆուտբոլիստները եւ իսկապես ոչ ոք այս դրվագում ոչինչ չէր կարող հասնել անել, դատարկ դարպասը գրավեց Մխիթար Համբարձումյանը։ Վերսված է հանդիպումը 1-0 արդեն ունենք խփված գնդակ այս խաղում, տեսնենք հիմա Ատլետիկո Երևանը ինչ կփորձի ձեռնարկել։ Ավդալյանն է գնդակով։ Ուղարկեց գնդակը Ղանդիլյանի ուղղությամբ, վերջինս էլ հասցեագրում է գնդակը Ակուլյանի, բայց Շանելյան այստեղ շատ հաջող պաշտպանվեց։ Նարեկ Խանդամիրյան։ Գալստյանն է հիմա գնդակով։ Գոր Մարկարյան շատ լավ նկատեց Ղանդիլյանի գրոյի միացումը աջ եզրում։ Գալստյան ուղարկում է գնդակը դեպի առաջ, բայց այստեղ Խանդամիրյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու կտեսնենք անկյունային հարված Ատլետիկո Երևանի կատարմամբ։ Ղանդիլյանն է գնդակի մոտ, կա փոխանցումը ու Արաքելյանը բռունցքներով հեռացնում է գնդակ ուղարկելով այն Մարտիրոսյանին, իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում անկասկած Ավդալյանի կողմից, 2-6 համարները բախվեցին միմյանց, բայց
Խաղի կանոնների խախտումը ի օգուտ Լիվերպուլի նշանակվեց։ Մովսիսյան Ներսիսյան այստեղ կարողացավ հաջող պաշտպանվել հեռացնելով գնդակ ու եզրից կնետեն Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Ամբարձումյան ուղարկում է գնդակը Խանդամիրյանին։ Դեպի Շանելյանը փոխանցում տեսանք։ Մարտիրոսյան դեպի դարպասապահ ուղարկեց գնդակը, բայց Առաքելյանի կատարած փոխանցումը ուժեղ էր ստացվում, ուժեղ ստացվեց ու եզրային նետում կտեսնենք Գալստյան դեպի Ավդալյանը հաջող փոխանցում կատարեց Վահե Գալստյանը, Գագիկ Ակուլյան Ներսիսյանն է արդեն միացել գրոնի խորքից, փոխանցում ենք տեսնում ու այստեղ կարողանում է Լիվերպուլից Վարդան Գրիգորյանը հաջող հեռացում կատարել, չի ավարտվել Ատլետիկո Երևանի գրոհը, Ակուլյան հիմա Մովսիսյանը նահանջեց ու կարողացավ գնդակի վերահսկողությունը պահել իր թիմի մոտ, հետո արագորեն կորցրին, գնդակ ինչ խառը ֆուտբոլ է ընթանում խաղադաշտում, Շանելյան շարժվում է առաջ, հիմա տեսեք որտեղ է հայտնվել Ջոզեֆ Շանելյանը, թիմի գրոհն է կազմակերպում, բայց մենք գիտենք, որ նա հանդես է գալիս պաշտպանությունում, Շանելյան դեպի Համբարձումյանը փոխանցում կատարեց, Համբարձումյան հարվածում Մարգարյանն է փակում գնդակի ճանապարհը, կտեսնենք անկյունային Լիվերպուլի ֆուտբոլիստները մխիթար Համբարձումյան ու Ներսիսյանը կանգնեց Համբարձումյանի ճանապարհին թույլ չտալով հարված կատարել Ավդալյան Ակուլյանն է պայքարում գնդակի համար, իհարկե բարդ էր Համբարձումյանի դեմ նման իրավիճակում պայքար մղել թիկունքով դեպի նրան, բայց ամեն ինչ կարգին ավարտեց այս դրվագում Ատլետիկո Երևանի համար ու դարպասապահ Գասպարյանը գնդակը մտցնում է խաղի մեջ Ներսիսյան դեպի Գալստյանը փոխանցում տեսանք շատ հաջող թողեց Ակուլյանին գնդակը Գալստյանը իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Լիվերպուլի ֆուտբոլիստների կողմից եթե հասցներ Ակուլյանը փոխանցում կատարել դեպի Գալստյանը շատ վտանգավոր հարված կտեսնեինք ու տեսնենք ճիշտ է մի փոքր հեռու է տարածությունը, բայց Գալստյանի հարվածներին մենք ծանոթ ենք, իհարկե նրա համար տարածությունը կարծում եմ այդքան էլ մեծ խնդիր չի հանդիսանա, եթե իր հարվածները ստացվեն, ճիշտ է դարպասում էլ Առաքելյանն է տեսնենք, կա մրցավարի սուլիչը Վահե Գալստյան, հարված ու պատկազմած ֆուտբոլիստները իրենց վրա են ընդունում գնդակը հեռացնելով անկյունայինի Նորից Ղանդիլյանն է տեղադրում գնդակը անկյունային իրացնելու համար, Ղանդիլյան փոխանցում ու Առաքելյան այս դրվագում նույնպես կարողացավ վերացնել գնդակը Գոր Մարգարյան, Ազիզյանին ուղարկեց գնդակը, ինչ է կատարվում այստեղ Ներսիսյանի նկատմամբ կար արդյոք խաղի կանոնների խախտում թե ոչ Այո, փոխանցվեց այստեղ Տաճատ Ներսիսյանը, հուսանք կվերադառնան խաղադաշտ եւ երկարատև դադարից հետո խաղադաշտը վերադառնում Ատլետիկոյի ֆուտբոլիստերից մեկը Գուրգեն Ռևազյան ու տեսնենք հիմա այս դադարից հետո ինչով կփորձի օգտակար լինել Ռևազյանը իր թիմին։ Իսկապես նա շատ կարևոր օղակ է Ատլետիկո Երևանի կազմում եւ բավական երկար ժամանակի ինչ հանդես չէր գալիս Ատլետիկոյի հանդիպումներում Ռևազյանը իհարկե ծանր վնասվածք էր ստացել Ատլետիկոյի հանդիպումներից մեկում Ակուլյան հերվից հարված ու Առաքելյան այստեղ վերցնում է գնդակը
Տարեկ Խանդամիրյան, սխալ փոխանցում այստեղ կատարեց Խանդամիրյանը, Ակուլյանն է հիմա գնդակով, Գագիկ Ակուլյան, բայց ուժեղ էր Ակուլյանի այս փոխանցումը։ Ու եզրից կնետի Լիվերպուլը։ Վարդան Գրիգորյան։ Կա փոխանցումը դեպի Մովսիսյանը, Մովսիսյանը մնաց գնդակով ու հաստրեց ուղարկել այն Մխիթար Համբարձումյանին, Ժոզեֆ Շանելյան դեպի ձախ ուղարկեց Շանելյանը գնդակը, հիմա Մարտիրոսյանն է գնդակով, նորից Շանելյան ու կա Գրիգորյանի տարբերակը, բայց գտավ Դավթյանին շատ լավ դիրքում գտնվող Շանելյանը սխալվում են այստեղ Լիվերպուլի ֆուտբոլիստները ու արագ կարող են նետվել Ատլետիկոն առաջ, Ազիզյան չհասկացան այստեղ միմյանց Ատլետիկոյի ֆուտբոլիստները, եթե ավելի այլ ուղղությամբ կատարեր Ազիզյանը փոխանցումը, ապա Ակուլյանը մենակ կմնար դարպասապայի դիմաց, բայց կա տեղի չունեցավ Ռոման Դավթյան, ուղարկում է գնդակը Մովսիսյանին, Մխիթար Համբարձումյանն է ստանում գնդակը, նորից Մովսիսյան, թողեց այս դրվագում Գոր Մարտիրոսյանին Մովսիսյանը գնդակը ու շարժվում է առաջ Մարտիրոսյան, այո ճիշտ է Մարտիրոսյանը վերադարձել է խաղադաշտ, արդեն մի քանի հանդիպում է փորձում է օգտակար լինել Լիվերպուլին այս կարևոր ու ծանր ժամանակահատվածում թիմի քանի որ Լիվերպուլը իսկապես 3 ճակատով պայքարում է ԱՖԵԼ-ում, բայց դեռ իհարկե Մարտիրոսյանը իր լավագույն մարզավիճակին չի վերադարձել դադարից հետո, հուսանք դա երկար ժամանակ սպասել չի տա ու ամեն ինչ արագ կկարգավորվի Մարտիրոսյանի մոտ, Վահե Գալստյան, գեղեցիկ հարված, բայց Արաքելյանը հեռացնում է գնդակը, Ավդալյանն է հիմա էլ գնդակով հեռու թողեց ու Համբարձումյանն է խնում կատարում նետվելով առաջ Լիվերպուլը ասում է արագ հակագրոյի, 3-2-ի դիմաց Մովսիսյան, հարված ու հիմա էլ Գասպարյանն է փրկում Ատլետիկոյին, ինչ արագ տեմպով ֆուտբոլ ենք դիտում խաղադաշտում, իսկապես թիմերը խաղը ժամանակ չեն տալիս այլ բանից խոսելու համար։ Գրիգորյանը կնետի եզրից շատ հաջող նետում կարողացավ այստեղ կատարել գտելով Մովսիսյանին, Նարեկ Խանդամիրյան Մարտիրոսյանին է ուղարկում գնդակը, նորից Խանդամիրյանն է գնդակով որ Մարտիրոսյան բայց այստեղ կորցրեցին Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակ ու եզրից նետում է Ղանդիլյանը Վահե Գալստյան Մարկարյանն է գնդակով, նորից Գալստյան բայց Ղանդիլյանի այս փոխանցումը կանխեց Ժոզեֆ Շանելյան ու շարժվում է առաջ Շանելյան վտանգավոր գրոյի անցել Լիվերպուլը Շանելյան կատարեց նույնիսկ փոխանցում բայց Մարկարյանը այստեղ առաջին արձագանքեց գնդակին սկսելով Ատլետիկոյի հերթական գրոհը Ավդալյան հիմա էլ Ավդալյանի փոխանցման ճանապարհն են փակում պաշտպանները այստեղ ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Տեսնենք այս ստանդարտը, ինչպես կիրացնեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները Գուրգեն Ռևազյանն է գնդակի մոտ Կա մրցավորի սուլիչը Ռևազյան, հարված պտտեցեց գնդակը Ռևազյանը, բայց գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ ու հարված կլինի արդեն Արաքելյանի պաշտպանած դարպասից Ժոզեֆ Շանելյան, այո, բավական բարձր է հանդիպան տեմպը, այնքան, որ առաջի խաղակեսը արդեն մոտենում է ավարտին, քիչ խաղաժամանակ է մնացել առաջի կեսին, հիմա էլ Ավդալյանը խախտեց խաղի կանոնները ու ստանում է առաջին դեղին քարտը այս խաղում։
Ռոման Դավթյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Դավթյան կատարեց փոխանցում, բայց Գալստյանը այստեղ արձագանքեց առաջինը գնդակին, Ավդալյանն էլ հասցրեց բայլայն դաշտի սահմաններում, ուղարկելով գնդակը Գագիկ Ակուլյանին, ով սկսում է Ատլետիկո Երևանի հերթական գրոհ, Ակուլյան դեպի Ռևազյանը փոխանցում տեսանք Բայ Գալստյան Ավդալյանին ուղարկեց, հաջող անցում կարողացավ այստեղ կատարել Արման Ավդալյանը, Գագիկ Ակուլյան, Ակուլյան վտանգավոր է, Ակուլյան ու կար խաղի կանոնների խախտում, բայց ոչ 11 մետրանոց հարված, սա Տուգանային հարված է, այո, Տուգանային հրապարակից դուրս տեղի ունեցավ խախտումը, թե այնուամենայնիվ 11 մետրանոց է նշանակել մրցավարը, բայց ապահովության համար մրցավարը կդիտի կրկնապատկերը համոզվելու համար կար 11 մետրանոց հարված թե ոչ։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը, այո եւ մնացից որոշմանը 11 մետրանոց հարվածը նշանակված է Լիվերպուլի դարպասին։ Ու հիմա տեսնենք Գալստյանը ինչպես կիրասնի այս հարվածը, նա է տեղադրում գնդակը իրացնելու 11 մետրանոց հարվածը, դեռ վաստակել է բավական չէ, այն պետք է իրացնել կա մրցավարի սուլիչը, Վայ Գալստյան, հարված ու Արաքելյանը հետ է մղում 11 մետրանոցը, բրավո Արաքելյան, ինչպես կրայեց անկյուն ու հեռացրեց գնդակը։ Այո, իսկապես փրկեց այստեղ Արաքելյանի թիմին վերահաս գոլից Գալստյանի հարվածն էլ լավ էր ստացվել, բայց անկյունը իհարկե գրայել էր դարպասապա եւ ոչինչ այստեղ ոչ ոք անել չէր կարող, պարզապես խոսքերն ավելորդ են Արաքելյանի գործողություններում։ Մովսիսյան, հիմա Լիվերպուլն է անցել գրոհի Մովսիսյան ու Ակուլյանն է հիմա հեռացնում գնդակը փրկելով Ատլետիկոին ինչ է կատարվում իսկապես խաղադաշտում։ Անկյունային հիմա կիրասնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Դավթյանն է տեղադրում գնդակը անկյունային իրացնելու համար։ Տեսնենք այս անգամ ինչպես կիրացնեն Լիվերպուլի ֆուտբոլիստները այս անկյունայինը կա փոխանցումը Մարտիրոսյան, մեկը փորձեց թողնել գնդակը Համբարձումյանին չստացվեց։ Վայ Գալստյան հիմա էլ Գրիգորյանն է կանգնում գնդակի ճանապարհին ու հեռացնում այն կտեսնենք Եզրային նետում Ատլետիկո Երևանի կատարմամբ առաջի խաղակեսն էլ մոտենում է ավարտին շատ քիչ խաղա ժամանակ է մնացել 1 րոպեից մի փոքր ավելի հիմնական ժամանակի ավարտին Գագիկ Ակուլյան չկար արդյոք այստեղ խաղի կանոնների խախտում ոչ ու Ռևազյանի փոխանցումն եք տեսնում բայց Գրիգորյանը նորից հաջող է պաշտպանվում Շանելյան Ուղարկեց գնդակը Մխիթար Համբարձումյանին Ֆոր Մարտիրոսյան ու գրոյի տեղափոխություն դեպի Շանելյանը Շանելյանը շարժվում է առաջ գնդակով հիմա թողեց Խանդամիրյանին ու Խանդամիրյանն էլ իր հերթին գնդակը հասցեագրում է Ռոման Դավթյանին Վարդան Գրիգորյան Շատ լավ նկատեց Ռաֆայել Մովսիսյանի առաջ խաղացում ու Լիվերպուլը նետվում է առաջ Մովսիսյան ստացվեց անցումը, բայց հարվածի ճանապարհը փակեցին Մովսիսյանի, դեռ շարունակում է մնալ գնդակով Մովսիսյանը հիմա արդեն կորցրեց։ Գալստյանն նետվում է առաջ Ատլետիկոն ուղարկեց գնդակը Արման Ավդալյանին։ Ու հիմա էլ Համբարձումյանն է հաջող խլում կարողանում կատարել։ Մարտիրոսյան, նորից Համբարձումյան։
բայց խլեցին այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստները գնդակը, Ղանդիլյան, հիմա Շանելյանը պարզապես վստահ գործողություններ իրականացրեց ու հեռացեց գնդակը, Դավթյան հասցրեց այստեղ փոխանցում կատարել Ռոման Դավթյանը, Մովսիսյանի ուղղությամբ, Մովսիսյանն էլ գնդակ ուղարկում է Մարտիրոսյանին ու այսպես արդեն հասցրեցին թե Ատլետիկոյի ֆուտբոլիստները, թե Լիվերպուլի ֆուտբոլիստները վերադասավորվել, Արաքելյան, շատ լավ նկատեց Նարեկ Խանդամիրյանին, Ժոզեֆ Շանելյան, նորից Խանդամիրյան, կրկին Շանելյանի հետ խաղարկեց գնդակը ու հասնում է այստեղ Ազիզյանը հեռացնել Շանելյանի ոտքերի տակից գնդակը, կտեսնենք եզրային նետում, Դավթյանն է նետում կատարում, բայց Ռևազյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին, Վահե Գալստյան թողնում է գնդակը Ղանդիլյանին ու չկար այստեղ խաղի կանոնների խախտում, Համբարձումյանը մաքուր խլեց գնդակը, Մովսիսյան պետք է կրկնապատկել առավելությունը, Համբարձումյան եւ 2-0, այո, դուբլ Մխիթար Համբարձումյանի կատարմամբ տեսանք, Լիվերպուլն էլ խաղակեցի վերջնամասում կրկնապատկում է իր առավելությունը։ Համբարձումյան դուբլ 2-0, այո, իսկապես հիմա արդեն խաղակեցի վերջնամասում Լիվերպուլը կարողացավ իր ջանքերի շնորհիվ խփել երկրորդ գնդակը ու Ատլետիկոն հիմա ավելի ծանր իրավիճակում է հայտնվում, Ակուլյան, իջև վերջ գնաց այստեղ Ակուլյանը, բայց հեռու թողեց գնդակը ու այն բաժին հասավ Լիվերպուլի դարպասապահ Արաքելյանին, ով նետում է կատարում Համբարձումյանի ուղղությամբ Վարդան Գրիգորյան ուժեղ փոխանցում տեսանք առաջ, բայց այստեղ Մարկարյանն է հաջող գործում, Գուրգեն Ռևազյան Գալստյան ու կորցրին նորից Ատլետիկոյի ֆուտբոլիստները գնդակը, Համբարձումյանն է հիմա կրկին գնդակով հասցեակեց այն Գոր Մարտիրոսյանին, նորից Համբարձումյան բայց Դավթյանը այստեղ չկարողացավ պահել գնդակը, այլապես հարվածային ստացվեց Դավթյանի դիրքը, գնդակն էլ բաժին հասավ Մովսիսյանին ու բարձր է ստացվում Ռաֆայել Մովսիսյանի կատարած հարվածը։ Գալստյան, կարծում եմ վերջին գրոհը Ատլետիկո Երևանի այս խաղակեսում ուղարկում է գնդակը Ակուլյանին, բայց ուժեղ ստացվեց այստեղ էլ Գալստյանի կատարած փոխանցումը։ Մովսիսյան մնաց, գնդակով Մովսիսյանը ու վերջի պահին միայն Գուրգեն Ռևազյանը կարողացավ նրա ոտքերի տակից հեռացնել գնդակը, անկյունային կտեսնենք, որը կարծում եմ առաջի խաղակեսի վերջին իրադարձությունը կլինի։ Մարտիրոսյան խաղարկեց գնդակը Նարեկ Խանդամիրյանի հետ, վերջինս էլ գնդակը ուղարկեց դեպի դարպասապահ եւ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է, կարճատև դադար, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլիստներ շարունակում ենք վերադառնալ Ատլետիկո Երևանի դեմ Լիվերպուլի հանդիպումը միասին դիտելու ու մեկնարկեց երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-0 օգուտ Լիվերպուլի ֆուտբոլիստների, Համբարձումյանն է դուբլ գրանցել իր անվան դիմաց։ Հիմա Համբարձումյանն ունի հետրիկ գրանցելու հնարավորություն, բայց բավական բարձր է հարվածում, շատ նպաստավոր դիրքից։ Այո, շատ ակտիվ մեկնարկ տրվեց Լիվերպուլի կողմից։ Ու հիմա արդեն տեսնենք երկրորդ խաղակեսում առաջին հերթին ինչ կփորձի անել Ատլետիկո Երևան այս իրավիճակից դուրս գալու համար։ Եկեք արագորեն եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտացուցակները ու սկսենք Լիվերպուլից, ում դարպասը պաշտպանում է Գրիգոր Արաքելյանը համար 1, Վարդան Գրիգորյան համար 2, Յուրի Հարությունյան համար 4, թիմի ավագ Ժոզեֆ Շանելյան համար 5, Գոր Մարտիրոսյան համար 6, Մխիթար Համբարձումյան համար 8, նա այսօր դուբլի հեղինակ արդեն դարձել է այս խաղում։ Անրանիկ Պետրոսյան համար 9, Ռոման Դավթյան համար 10, Նարեկ Խանդամիրյան համար 14, Ռաֆայել Մովսիսյան համար 17,
Եվ Անդրանիկ Կարապետյան համար 77, Ատլետիկո Երևան դարպասապ Աշոտ Գասպարյան համար 1, Տաճատ Ներսիսյան համար 4, Զորը Մարկարյան համար 5, Դաթիմի Ավակն Արման Ավդալյան համար 6, Գագիկ Ակուլյան համար 9, Վայե Գալստյան համար 10, Ռաֆայել Ազիզյան համար 11, Հայկ Միրզոյան համար 14, Արտուր Ղանդիլյան համար 20, Գուրգեն Ռևացյան համար 15 եւ Պայստանի դարպասապանն է Վաղին Ակսելյանը համար 77։ Մարկարյանն է գնդակով այո Ատլետիկո Երևանը շատ լավ հնարավորություն ուներ առաջի խաղակեսում հավասարեցնելու հանդիպան հաշիվը, բայց Գալստյանի 11 մետրով սիրացնելուց հետո Լիվերպուլի դարպասապա Առաքելյանը կարողացավ փրկել իր թիմին, այնուհանդերձ մի քանի րոպեանց Լիվերպուլը կարողացավ կրկնապատկել իր առավելությունը։ Բարդ է ասել ինչ կլիներ, հիմա Մովսիսյանն է հրաշալի գործում, հարված էլ կատարեց ու իրենից դուրս եկավ հենց գնդակը դաշտի սահմաններից, այո բարդ է ասել ինչ կլիներ, եթե Գալստյանը գրաված լիներ դարպաս, այդ դեպքում խաղը այլ ընթաց կստանար, բայց հիմա ունենք այնինչ ունենք 2-0 հաղթում են Լիվերպուլի ֆուտբոլիստները ու հիմա կփորձեն իհարկե պահել երկրորդ խաղակեսում իրենց առավելությունը առաջին հերթին այն իմաստով, որ արագորեն գնդակ բաց չթողնեն, բնականաբար Ատլետիկոն էլ կգնա առաջ ամեն ինչ թողնելով, փորձելով փրկել այս հանդիպումը։ Շանելյան այստեղ Ղանդիլյանից դուրս եկավ գնդակը։ Եզրային հետո հիմակ իրացնի Լիվերպուլը, կա մրցավարի սուլիշը Դավթյան, ուարկեց գնդակը դեպի Մովսիսյանը, բայց Ռևազյանը առաջինը արձագանքեց, հետո էլ Մովսիսյանը կարողացավ խլում կատարել նրանից, Ռաֆայել Մովսիսյան տեսնենք ինչ որոշում կայացնի, խաղթեց, այո այստեղ խաղի կանոնները Ռևազյան ու Տուգանային իրացնի Լիվերպուլը։ Մովսիսյան, հողնացում ենք տեսնում, բայց Ակուլյանը առաջինն է արձագանքում գնդակին, իսկ Ռևազյանն էլ հեռացեց գնդակը որքան հնարավոր է հեռու։ Վանդամիրյանը կկատարի եզրային նետումը։ Հացում առաջ, այստեղ Մովսիսյանը փորձեց ավելացնել գնդակ ուղարկելով Դացյանին, բայց չստացվեց։ Ու հիմա Շանելյանն է շատ հաջող պաշտպանությունում գործում, Ժոզեֆ Շանելյան։ Իսկապես շատ կարևոր ու առանցքային ֆուտբոլիստ է Շանելյանը Լիվերպուլի կազմում, ցանկացած դիրքում նրան կարող ես տեսնել ու Մովսիսյանը հարված ենք տեսնում, բայց մի փոքր շեղությամբ ստացվեց, այո խոսքս ավարտեմ, Շանելյանին կարող են ցանկացած դիրքում տեսնել խաղադաշտում, քանի որ ունի այդ որակները հայտնվելու խաղադաշտի ցանկացած կետում, հիմա հենց կարծես Շանելյանն է ձգել մկանը, բայց օգնություն ցուցաբերելուց հետո ոտքի կանգնեց ու կշարունակի հանդիպումը։ Ռևազյան ուղարկեց գնդակը Տաճատ Ներսիսյանին, վերջինս էլ թողնում է գնդակը Ակուլյանին։ Միրզոյան պայեց գնդակը դաշտի սահմաններում, բայց այն բաժին հասավ Լիվերպուլի ֆուտբոլիստին Ռոման Դավթյան։
Գնդակը դուրս եկավ այստեղ դաշտի սահմաններից, եզրային ներդում տեսանք, բայց Ակուլյանի փոխանցումն էլ չստացվեց ու Շանելյանը խորքից սկսում է Լիվերպուլի հերթական գրով գնդակ ուղարկելով Դավթյանին, վերջինս էլ խաղարկեց գնդակը Մխիթար Համբարձումյանի հետ, Համբարձումյան հարված ու Գասպարյանը վերցնում է գնդակը, թույլ ստացվեց այս դրվագում Համբարձումյանի կատարած հարվածը, Տաճատ Ներսիսյան շատ լավ նկատեց Ակուլյանի առաջխաղացումը Ներսիսյանը, բայց փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց։ Վարդան Գրիգորյան Մովսիսյանին ուղարկեց գնդակը, ստացավ պատասխան փոխանցումը Գրիգորյան, հարվածն էլ կա, բայց Գասպարյանը տեղում է։ Ակուլյան փորձ է ծանցում կատարել, այստեղ Դավթյանը կարողացավ վերացնել գնդակը, Ժոզեֆ Շանելյան ու Ակուլյանը հարված ստացավ այստեղ կարծես դեմքին, բայց թույլ չտվեց մրցակցին հակագրող կազմակերպելու, հիմա Առաքելյանն է գնդակը մտցնում խաղի մեջ ու գնդակը դուրս եկավ Ներսիսյանից դաշտի սահմաններից, եզից կնետի Մխիթար Համբարձումյանը, Ռոման Դավթյան, Տորիս Ներսիսյանը հագեց փոխանցման ճանապարհը։ Շանելյան դեպի Գրիգորյանը փոխանցում կատարեց, բայց այստեղ գնդակը չկարողացավ հաջող կասեցում կատարել Գրիգորյանը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ներսիսյան Ատլետիկո Երևանը սկսում է իր հերթական գրողներից մեկը Ռևազյան Նորից Ներսիսյանն է ստանում գնդակը, շարժվելով դեպի կենտրոն, բայց հեռու թողեց իրենից գնդակը ու Խանդաբինյանը հաջող գործեց Մովսիսյան, վտանգավոր է Մովսիսյան 3-0 Լիվերպուլը եռապատկում է առավելությունը։ Ռաֆայել Մովսիսյան 3-0 ամեն ինչ իդեալական արեց Մովսիսյանը, բայց եկեք ծափարությունները մատուցենք նաև Նարեկ Խանդամիրյանին այդ գեղեցիկ սահանքման ու փոխանցման համար իսկապես ամեն ինչ սկսվեց Խանդամիրյանի գործողություններից, իսկ հիմա Լիվերպուլը հաղթում է այս պահին ավելի վստահ հաշվով։ Շանելյան շատ լավ նկատեց Դավթյանին, վերջինս էլ գնդակը հասցեագրում է Գրիգորյանին, բայց այստեղ Միրզոյանը թիկունքից կանգնեց Գրիգորյանին, Գագիկ Ակուլյան կատարեց փոխանցում, Ազիզյանը պահեց գնդակի մոտ, իսկ այստեղ էլ չստացվեց անցում կատարելը։ Համբարձումյան լավ անցում են, Մխիթար Համբարձումյան ու այստեղ հասցրեց Ակուլյանը պաշտպանվել, բայց գնդակը մնաց Մովսիսյանի մոտ, Գասպարյան ինչ է կատարվում այստեղ Տուգանային հրապարակից դուրս խաղաց ձեռքով դարպասապակ Գասպարյանը, այո, ու ստացավ դեղին քարտ դրա համար։ Տեսնենք այս ստանդարտ ինչի կվերացեն Լիվերպուլի ֆուտբոլիստները, գնդակի մոտ Շանելյանն ու Մովսիսյանն են կանգնած, կա մրցավարի Սուլիչը, տեսնենք ով հարված կկատարի, առայժմ մոտենում են երկուսն էլ գնդակին, Մովսիսյանն է հարվածում, բայց մի փոքր շեղությամբ ստացվեց Մովսիսյանի կատարած հարվածը ու գնդակը խաղի մեջ կմտցնի Ատլետիկո Երևանի դարպասապակ Գասպարյանը։ Այգ Միրզոյան թողեց այստեղ գնդակը Մարգարյանին, Ակուլյան
Այստեղ էլ Մովսիսյանն է հաջող խլում կատարում ուղարկելով գնդակը Մարտիրոսյանին, Ռաֆայել Մովսիսյան, բայց արվածի ճանապարհը փակեց Ներսիսյանը, Գոռ Մարգարյան։ Հիմա էլ Ներսիսյանն է կարողանում խլել գնդակը մրցակցից ու սկսում է իր թիմի հերթական գրոհող դեպի աջ փոխանցում տեսանք Արտուր Ղանդիլյան։ Ղանդիլյան, բայց այստեղ Դավթյանը կանգնեց գնդակի ճանապարհին, հիմա կա փոխանցումը ու Գալստյանը վրիպում է շատ նպաստավոր դիրքից։ Ինչ է կատարվում, այո, խախտեց խաղի կանոնները Շանելյանը։ Այո, ուներ լավ հնարավորություն Ատլետիկո Երևանը, բայց Ղանդիլյանի կատարած փոխանցումից հետո Գալստյանի հարվածը այնպես չստացվեց, ինչպես հարկն էր, ու Առաքելյանը հետ մղեց, հետո էլ տեսանք խաղի կանոնների խախտում Շանելյանի կողմից։ Տեսնենք հիմա ինչպես կիրացնեն այս տուգանային հարված Ատլետիկոյի ֆուտբոլիստները, գնդակի մոտ է Հայկ Միրզոյանը։ Կա մրցավարի սուլիչը Միրզոյան, դեպի Ներսիսյանը փոխանցում տեսանք, բայց ուժեղ ստացվեց Միրզոյանի կատարած փոխանցումը։ Առաքելյան կա փոխանցումը, բայց այստեղ թիկունքից Մարգարյանը լավ աշխատեց Մովսիսյանի, Ազիզյան ու հիմա էլ Վարդան Գրիգորյանն է կանգնում գնդակի ճանապարհին, այլապես եթե գնդակը բաժին հասներ Տաճատ Ներսիսյանին վտանգավոր իրավիճակում կայտնվեր, նա վտանգավոր է, հիմա էլ Ազիզյանի փոխանցումը չի ստացվում դեպի Ներսիսյանը ու Շանելյանը սկսում է Լիվերպուլի հերթական գրոհը։ Ռաֆայել Մովսիսյան կա, Գոռ Մարտիրոսյանի տարբերակը կատարեց փոխանցում, Մարտիրոսյան, Գասպարյան այստեղ դուրս է գալիս դարպասից ու հրաշալի գործում չնայած սենց նրանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, անկյունային կիրացրի Լիվերպուլը։ Փոփոխություն այս ընթացքում Ատլետիկոյի կազմում, Միրզոյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Արման Ավդալյանը, Ամբարսումյան, դեպի Մովսիսյանը փոխանցում տեսան Գոռ Մարտիրոսյան, բայց այստեղ Գասպարյանը կրկին փրկեց իր թիմին։ Ղանդիլյան հրաշալի անցում կարողացավ կատարել, Արտուր Ղանդիլյանը տեսնենք ինչ որոշում կայացնի, հիմա թողեց գնդակը Ակուլյանին, Ակուլյանի հեռվից փորձ էլ բարձր է ստացվում։ Վարդան Գրիգորյան դեպի Մարտիրոսյանը փոխանցում տեսանք եւ այստեղ գնդակը հենց Մարտիրոսյանից էլ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ներսիսյան լավ փոխանցում էր դեպի Ակուլյանը, Ազիզյան եւ անկյունային հարված կիրացնի Ատլետիկո Երևանը։ Ներսիսյան կա անկյունայինից փոխանցումը Գալստյան, Ազիզյան, ինչ է կատարվում այստեղ։ Չկար արդյոք խաղի կանոնների խախտում, առայժմ չի սուլել մրցավարը, Մարտիրոսյան Լիվերպուլը անցել է հարակակագրոյի, Գոռ Մարտիրոսյան ուղարկեց գնդակը Ամբարսումյանին, Շանելյան, դեպի Խանդամիրյանը փոխանցում ենք տեսնում, Մովսիսյան կրկին Խանդամիրյան, Դավթյանը խաղարկեց գնդակը Խանդամիրյանը եւ հետ փոխանցում դեպի դարպասապահ Առաքելյանը։ Նարեկ Խանդամիրյան նորից Ռոման Դավթյանի ասիալում գնդակը իսկապես շատ հետաքրքիր ու դիտարժան ֆուտբոլ են դիտում, բայց այստեղ Առաքելյանի կատարած փոխանցումը անհաջող ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Կակուլյան, այո, Ատլետիկոն պետք է փորձի արդեն ողջ կազմով գնալ առաջ ու փրկել այս հանդիպումը։ Առաջին հերթին ոչ թե փրկել, նախ կրճատել հաշվի տարբերությունը, ինչը շատ բավական դժվար է այսօրվա Լիվերպուլի դեմ։ Իհարկե, Ատլետիկո Երևանից մենք
սովոր ենք տեսնել արագ հակագրողներ, դիպուկ հարվածներ, բայց այսօր առայժմ Արաքելյանի դարպասը անառիկ է։ Տեսնենք այս տուգանային է, ինչի կվեացի Ատլետիկո Երևանը, գնդակի մոտ Ղանդիլյանն ու Ներսիսյանն են։ Մրցավարի Սուլիշն էլ կա, Արտուր Ղանդիլյանն է հարված կատարում ու այստեղ գնդակը Խանդամիրյանին դիպավ։ Մովսիսյան ստացվեց Մովսիսյանի անցումը, Մովսիսյան ու այստեղ գնդակը միայն հրաշքով չի հայտնվում դարպասում, լավ էր նկատել անկյունը Մովսիսյանը, բայց հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Արման Ավդալյան ուղարկեց գնդակ Ակուլյանի ուղղությամբ, վերջինս կարողացավ պահել այն իր մոտ, ազատվելով մրցակցի ճնշումից։ Ակուլյան դեպի Ներսիսյանն ենք փոխանցում, տեսնում Ներսիսյան ինչ է կատարվում այստեղ Ղանդիլյան հարված ու դարպասաձողն է օգնության գալիս հիմա Լիվերպուլին։ Այո, առայժմ Համբարձումյանի դուբլի և Մովսիսյանի խփած գնդակի շնորհիվ Լիվերպուլը վստահ հաղթանակ է տանում 3-0 հաշվով, բայց դեռ հանդիպանը կա խաղաժամանակ։ Ես հիշեցնեմ, որ սա Էլիտի լիգայի գավաթի շրջանակներում ընթացող 1/3 եզրափակիչ հանդիպումն է, այսինքն կիսաեզրափակիչ հանդիպում, որտեղ հաղթողը միանգամից ուղեգիր է նվաճում եզրափակիչ դուրս գալու ու սպասելու Վիլյարեալ Մանչեսթեր Սիթի զույգի հաղթողին, որը պարզ կդառնա հաջորդ շաբաթ։ Հեռացեցին այստեղ գնդակ Ատլետիկոյի ֆուտբոլիստները, Համբարձումյանն է զարգացնում արագություն, կա նաև Մարտիրոսյանի տարբերակը, բայց չհասցրեց փոխանցում կատարել այստեղ Համբարձումյանը։ Ու տեսեք, պայքարեց միջին վերջ Համբարձումյանը, բայց գնդակի իրենից էլ լքեց խաղադաշտը։ Աշոտ Գասպարյան դեպի Ազիզյանը փոխանցում ենք տեսնում։ Ազիզյան, բայց այստեղ Շանելյանը հեշտությամբ թույլ չէր տա իհարկե նրան անցում կատարել։ Մարտիրոսյան շատ լավ նկատեց Համբարձումյանին։ Համբարձումյան բայց ստացվեց այստեղ Ղանդիլյանին շրջանցել։ Լավ փոխանցում կատարեց դեպի Ակուլյանը, բայց հիմա էլ Վարդան Գրիգորյանն է հեռացնում գնդակը։ Արագոն են խաղարկում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները անկյունային, Ղանդիլյան պտտեցեց գնդակը դեպի հեռուն, բայց Ակուլյանի հարվածը մի փոքր շեղությամբ ստացվեց։ Մկրտան Համբարձումյան Դավթյանի հետ պատխահարկեց այստեղ Համբարձումյանը, շատ գեղեցիկ գործողություն տեսանք Համբարձումյանի կատարմամբ։ Շանելյան ու Դավթյանը գնդակ ուղարկում է դեպի Մովսիսյանը, նորից Շանելյանն է գնդակով, Խանդամիրյան կրկին Դավթյանի հետ խաղարկեց գնդակը։ Ռոբան Դավթյան խորքից փոխանցում ենք տեսնում, բայց գնդակը բաժին հասավ Տաճար Ներսիսյանին։ Ղանդիլյան դեպի կենտրոն կատարեց փոխանցում ու Ներսիսյանն է շարժվում առաջ։ Ներսիսյան գտավ աչեզրում Հայկ Միրզոյանին, կա փոխանցում ու այստեղ Ակուլյանը չհասավ գնդակին։ Այո, այս թիմերը դեռ կհանդիպեն նաև Չեմպիոնների լիգայի շրջանակներում, այնտեղ կիսաեզրափակիչը նույնպես ձևավորվել է
Ատլետիկո Երևանի եւ Լիվերպուլի միջև։ Իսկ մյուս կիսա եզրափակիչում կմրցեն միմիազդեմ Բորուսիա Մյունխեն-Գլադբախն ու Մանչեսթեր Սիթին։ Տաճատ Ներսիսյան, տեսնենք այս գրոնչի կվերացի Ատլետիկոն հերվից հարված ենք տեսնում, բայց Առաքելյանը հեռացնում է գնդակը։ Միրզոյան Բարձրից փոխանցում վտանգավոր է Ազիզյան Ակուլյան 3-1 Ատլետիկոն 1 գնդակ ետ է բերում։ Մրցավարը կրկնապատկել է և Ակուլյանի խփած գնդակը արձանագրված է ձեռքով խաղկար միջ այդ Ռաֆայել Ազիզյանի կողմից ու հիմա արդեն ստանդարտ է նշանակված, որը արագորեն խաղարկում են Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Դավթյան թողեց գնդակը Գրիգորյանին, վերջինս էլ դեպի կենտրոն ուղարկեց Ջոզեֆ Շանելյանն է հիմա գնդակով, Համբարձումյան հաստրեց փոխանցում կատարել Խանտամիրյանի ուղղությամբ և այստեղ Ատլետիկո Երևանը վաստակում է անկյունային հարվածի հնարավորություն։ Միրզոյան կա փոխանցումը, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու կտեսնենք արդեն եզրային նետում։ Դավթյան հասցրեց փոխանցում կատարել բարդ իրավիճակում, իսկ այստեղ էլ Համբարձումյանի դեպի Դավթյանը փոխանցումը չստացվեց։ Արման Ավդալյան շարժվում է առաջ, Ավդալյանը շատ լավ էին մտածել այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց Գալստյանի կատարած փոխանցումը ուժեղ ստացվեց։ Շանելյան խաղարկեց այստեղ գնդակը Գրիգորյանի հետ, բայց կորցրին Լիվերպուլի ֆուտբոլիստները ու Միրզոյանն է շարժվում առաջ, այստեղ էլ Միրզոյանի փոխանցումը փակվեց։ Աշոտ Գասպարյան Ակուլյանն է կրկին գնդակով, Ակուլյան, բայց Շանելյանը այստեղ կարողացավ հեռացնել գնդակը որքան հնարավոր էր, փորձում էր հեռացնել որքան հնարավոր է հեռու, վերջինս էլ դիպավ Ակուլյանին ու դուրս եկավ դաշտի սահմաններից, եզրային նետում է իրացնում Վարդան Գրիգորյանը, դեպի Հայկ Միրզոյանն ենք փոխանցում տեսնում, այստեղ այո կորցրեցին գնդակը Լիվերի ֆուտբոլիստները, իսկ Ատլետիկոն էլ վերադարձնում է գնդակը Լիվերպուլին։ Բավական քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպման ավարտին։ Մարտիրոսյան ուղարկեց գնդակը Դավթյանին, Մխիթար Համբարձումյանն է ստանում գնդակը, նորից Մարտիրոսյան, Համբարձումյան ու Գալստյանը կանգնեց գնդակի ճանապարհին, սկսելով Ատլետիկո Երևանի վերջին գրոններից մեկը Միրզոյան, կրկին Ղանդիլյանն է գնդակով ու այստեղ փոխանցման ճանապարհը փակեց Համբարձումյանը, Ռոման Դավթյան լավ էր մտածել, բայց չանցավ գնդակը Ներսիսյանից, Ատլետիկոն շարժվում է առաջ, Ներսիսյան, տեսնենք ինչ որոշում կայացի, Ներսիսյանը փորձեց ինքն էլ հարված կատարելու այն դիպավ Մովսիսյանին, Ղանդիլյան ուղարկում է գնդակը Արման Ավդալյանին, նորից Ներսիսյանն է ստանում գնդակը, վտանգավոր է Տաճատ Ներսիսյան, Ղանդիլյան հարված ու Առաքելյանը հեռացնում է գնդակը։ Տեսնենք այս անկյունայինը ինչի կվերացեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Կա մրցավարի սուրիչ, արագորեն խաղարկում են գնդակը Գալստյանը Միրզոյանի հետ։ Գրոյ տեղափոխություն Ղանդիլյանի ուղղությամբ, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ 2 րոպե մինչ հանդիպման ավարտը ու արդեն Լիվերպուլի ֆուտբոլիստները
ավելի վստահ են իհարկե իրենց գում, այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, եւս մեկ եզրային նետում Կատարի Ղանդիլյանը, Ռաֆայել Ազիզյանն ուղարկեց գնդակը, բայց այստեղ Խանդամիրյանը փորձեց հեռացնել ու չստացվեց, Վահե Գալստյան գտավ ձախ եզրում Հայկ Միրզոյանին, Միրզոյան փակվեց Միրզոյանի փոխանցման ճանապարհը, Գրիգորյանը ավելի լավ դիտքում էր գտնվում Մովսիսյանը, բայց չնկատեց նրան Գրիգորյանը, Մովսիսյան վտանգավոր է Մովսիսյան, ամեն ինչ գերազանց է անում Մովսիսյանը եւ Լիվերպուլը խփում է այս խաղումի 4-րդ գնդակը Վարդան Գրիգորյան 4-0։ Վարդան Գրիգորյան 4-0, բայց ինչ արեց Ռաֆայել Մովսիսյանը մինչև Գրիգորյանի հարված կատարելը, պարզապես գնդակը մատուցեց նրան եւ մնում էր Մովսիսյանի փոխանցումից հետո գրավել միայն դարպասը, ինչն էլ արեց Վարդան Գրիգորյանը եւ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է Լիվերպուլին շնորհավոր են եզրափակիչի ուղեկի նվաճելու համար, իսկ Ատլետիկո Երևանը լքեց մրցաշարի լիգայի գավաթի շրջանակներում կիսա եզրափակիչ փուլից սկսած Խաղային այս հանդիպան համար այսքանն ենք նախատեսել, բայց խաղային օրը դեռ մեզ մոտ շարունակվում է, կարճատև դադար, որից հետո կշարունակենք